Ցեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով, սիրելի քույր եղբայրներ, բարի եկաք այս ուղեթեր ծառայության, որ մի քանի վարգաներեն պիտի սկսի։ Ուրեմն կանչեցեք ձեր ընտանիքի անդամները, բարեկամները, դարաձեցեք 4 կողմը այս ծառայությունը, Facebook-ը, YouTube-ը, Խոսքը TV եւ ICFN-ով։ Թող իսկապես այս ժամերը միասին հավաքվենք, միասին գանքնենք այս շաբաթվա գեսին։ Գանքնեցնենք մեր ամեն ինչը եւ գետրոնանանք ամենակարևորին։ Երանիտունալ իմ հետս կրնաս հասկանալ թե ամենակարևորը որն է քեզ համար։ Ամենակարևորը քո ստեղծիչին ցայնը լսելն է։ Քո ստեղծիչեն ուղղություն ստանալն է։ Քո ստեղծիչին դառնալն է։ Ուրեմն մի քանի վարգաներեն պիտի վերակտնենք իրար, կանչեցեք ընկերներ, բարեկամները, այս գաշտատարեն հետո կգապնվենք։
խորհրդական հավիտենականության հայր սքանչելի խորհրդական հավիտենականության հայր աղության իշխան ով զոր աստված քո արքայություն չունի սահման բարձր քո անունը բոլոր անուններից զորությունից տերություններից հավիտյանս հավիտենից թագավորելու ես տերտերած հավիտյանս հավիտենից թագավորելու ես տերտերած թշնամությունը քանդեց հոր հետ մեզ հաշտեցրեց իր արդարությունը մեզ տվեց ամեն ձուն թող ծրվի ամեն լեզու դավանի Տեր Հիսուս Քրիստոս Մեսիա մեր հզոր թշնամությունը քանդեց հոր հետ մեզ հաշտեցրեց իր արդարությունը մեզ տվեց ամեն ձուն թող ծրվի ամեն լեզու դավանի Տեր Հիսուս Քրիստոս Մեսիա մեր հզոր Տեր Հիսուս Քրիստոս Մեսիա մեր հզոր Փառավորվի մեր երրորդության դերը, Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին, փառք մեր Տիրոջը այս վայրին, այս ժամին, այս օրերուն համար։ Փառք Տիրոջը, որ մեզ արիտ տվավ մեմևս, հավաքվինք այստեղ, Տիրոջ խոսքը սերդելու, գանկնիլ, ինչպես քիչ առաջ կսեի, գանկնեցնել ամեն ինչ, այս շաբաթվա գեսին, գետրոնանալ մեր հայացները, մեր միտքը, մեր սիրտը գետրոնացնել մեզ ստեղծող Տիրոջը։ Վերջի վերջո բոլորս պարտական ենք մեր Տիրոջը, մեզ ստեղծողին առաջ կանգնել եւ լսել ինչ ունի ասելիք, ինչ ուղղություններ, ինչ է իր նպատակը մեր կյանքին, ստեղծված ենք նպատակի համար, կապրինք նպատակի համար, բայց դժբախտաբար մարդասիրությունը, եսասիրությունը, այդ է որ ամեն մեկս մենք մեր ուղիներով, մենք մեր ծրագիրներով, մենք մեր շնած ավետարաններով, մենք մեր գառուցած նպատակներուն յետևեն կվազենք եւ այդ է որ շատ անգամներ գործվինք, գմորնանք մեր կյանքի նպատակը եւ այսպես անորոշ գաբրինք։ Աստված կգանչի քեզ եւ ինձ, որովհետեւ գանքնենք եւ լսենք իր ցայնը։ Այն ցայնը, որ ճշմարիտ է, իրական է, այն ցայնը, որ հավիտենական է։ Այն ցայնը, որ Տերը գուզե այսօր քեզ հասցնել քո սրտին։ Հավատացյալ ես կամ չես, դարիների հավատացյալ ես կամ մի քանի օրվա։ Աստված նույն ցայնը կուտա ամեն մեկուն ասելով դարձեք ինձ լսեցեք իմ ցայնս ես ունիմ նպատակ ձեր կյանքի համար հալելույա Հիսուս Քրիստոս մեզ բահեց մեմևս այս շաբաթ եւ մեզ հասցուց այստեղ որպես մենք կարողանանք իսկապես տեսնել հասկանալ եւ լսել իր ցայնը կյանքը շատ արագ կանցնի Եվ մեզի գինա այդ ընթացքին, այդ արագության մեջ չվազենք, ինչպես ասեմ, չվազենք գորստային ճանապարհներու մեջ։ Ժամանակնից չվատնենք այդ բաներով, որ իմաստ չունի։ Երբեմն գտեսնենք մարդիկ կվազեն, բանի մեջ եւ ծրագիր մի յետևեն, եւ որ այդ ծրագիրը լավ կտեսնեն, որ այս էր միայն Քույրեր երբեմն ընտանիքներ հյուրեր կհրավիրեն եւ 4 օր, 5 օր, 6 օր գերագուր կպատրաստեն եւ 10 րոպե հետո այդ գերագուրը կվերջանա, գուդվի գանցնի եւ իմաստ չգտներ։ Ուրեմն շատ բաներ երբեմն մենք
ինչպես եմ գործընծնենք մեր ուժը, մեր զորությունը, բաներ մը պատրաստելու եւ գտեսնենք, որ ինքը իմաստ չունի։ Երանի այդ զորությունը տնեինք մենք մեր հոգևոր կյանքի գերագրումին, հոգևոր երկնային հացի մասին եւ այդպես կարողանայինք դերևս ավելի հերադես ըլլալ հավինական կյանքի։ Գոչ քեզ սիրելիս, հավինական կյանքդ կառուցե ամեն օր ավելին։ Հավինական կյանքիդ ավելի դեղ դուր, քան թե քո անցողական բաները, որ այսօր գավաղը չգա։ Նույնիսկ քո մարմինը այսօր գավաղը չգա։ Ասել չէ որ հոգ պիտի չդանենք մեր մարմիններում, մեր ընտանիքներում, մեր զավակներում, մեր կորձերում, այ չէ, բայց անոնք այնքան առաջնագարկ տեղ չառնեն, քան որ անոնք այստեղ պիտի մնան, այլ հավիտյանս հավիտենից քո կորձերը, բարի կորձերը պիտի շարունակվին։ Այն բաները, որ դու հիմնեցիր ավետարանի խոսքի համաձայն, այդ պիտի շարունակվի հավիտյան։ Աստված դա որ այս ուղիթերի ընթացքին հավիտենականությունը մեր սրտերուն մեջ տեղ առնի։ Ամեն Փառք Տիրոջը, բարի եկաք սիրելի քույր եղբայրներ, դարբեր երկիրներեն, քաղաքներեն, անգյուններեն, որ գմոդենակ մեզ, միապանվեք այսօր այս ուղիեթերին եւ անոնք որ շատերը հետո պիտի լսեն այս ուղիեթերը եւ այսօրվա սերդողությունը քիչ հետո պիտի սերդենք Հովաննու ավետարան 14-րդ գլուխը պիտի սերդենք եւ գամած կտեսնենք արդեն կհասնենք ավարտին 14-րդ գլուխը միջ այդ Սաղմոս 132-ն գուզեմ 1-2 համար գարտալ հոյագապ համարներ են մարգարեություն է, որ եթե չհասկանանք այս խոսքերը վրային գանցնենք եւ գերտանք, բայց այդ մարգարեությունը այսօր ազո ժողովրդին համար է։ Նայեցեք ինչ կսե համար 13։ Վասնզի դերը Սիոնը ընդրեց, Զանիգա իրեն բնակության համար ուզեց, ըսելով այս է իմ հավիտենական հանգստավայրը։ Հալելույա։ Ասոր մեջ պիտի բնակիմ, վասնզի այսպես ես ուզեցի։ Անոր բաշարը արադությամբ պիտի օրտնեմ, անոր աղքատները հացով պիտի գշտացնեմ, անոր կահանաներուն փրկություն պիտի հագցնեմ, եւ անոր սուրբերը ուրախությամբ պիտի ցնցան։ Դերը Սիոնը ընդրեց։ Որն է Սիոնը 5 դարի մեջ Իսրայելի ժողովուրդն էր, Երուսաղեմն էր, Հութաներ, բայց մենք կտեսնենք, որ Սիոնը դարձավ Աստծո ընտանիքը Հիսուս Քրիստոսի հիմքի վրա դրված։ Մեկ խոսքով ճշմարիտ Քրիստոսի հետևորդները, ճշմարիտ եկեղեցին, ճշմարիտ Քրիստոսի հետևորդ անձերը, որ գտարնա իր ընտանիքը, իր ժողովուրդը, այնտեղ որ դերը ինքը պիտի հայտնվի։ Գրվեցավ այստեղ ես այդտեղ իմ հանգստավայրս պիտի լա։ Եվ այդ Սիոնի մեջ, Աստծո ժողովրդի մեջ պիտի լա հանգիստ, պիտի լա ուրախություն, պիտի լա արադություն, պիտի լա ճշմարտություն, պիտի լա արդարություն, ինչու կան որ դերը այդտեղ է։ Այս է ճշմարիտ եկեղեցին, որ դերը գուզե ամեն մեկուս այս աշխարհեն դուրս հանելով մեզ դանի այնտեղ, այդ միապանության մեջ ուր այնտեղ ինք պիտի օրտնե։ Անշուշտ ամեն եկեղեցաշենք եկեղեցի չէ, ամեն հավաքույթ եկեղեցի չէ, ամեն ով որ Հիսուս Քրիստոս կսե եկեղեցի չէ։ Եկեղեցին այն վայրն է, այն ժողովուրդն է, որոնք վերստին ծնված Հիսուս Քրիստոսի նվիրված Գաբրին իրենց կյանքը Աստծո խոսքին համապատասխան։ Այդտեղ գտարնա Սիոնը, որ դերը կհանգչի, իր Սուրբ Օքին կհանգչի այդտեղ, գուղե կսորվեցնե Երանի որ դուն եւ ես այդպես եկեղեցի մեջ հաստատվենք։ Երանի ամեն մեկս մեր եկեղեցիներուն մեջ մեր ճշմարիտ այս տեսակիկ Սիոն եկեղեցի մեջ կրնամսել հաստատվենք, քանի որ այդտեղ պիտի ըլլա արադություն, այնտեղ պիտի ըլլա ազատագրություն, այնտեղ պիտի ըլլա Տիրոջ խոսքը։ Դերևս քո դեղական եկեղեցին գտեսնես կսես այդպես բան չկա։ Տարբեր տեսակի մարդիկ կան, խնդիրներ կան, իրարանցում կա, դերևս այդ կսես։ Բայց հոգևոր աչքով, եթե ճշմարիտ ամեն մեկ հավատացյալ Հիսուս Քրիստոսի Սուրբ Օքիով լեցված, կարողանա Հիսուս Քրիստոսի խոսքի համաձայն ապրի իր շրջապատած քույր եղբայրներու հետ, այնտեղ Տիրոջ ներկայությունը գլա։ Այո, իմ հանգստավայրս պիտի լա Սիոնի մեջ կսե դերը։
այնտեղ են պիտի փխի։ Այնտեղ քահանաները ով են, աղոթողները, ծառայողները, ամեն մեկը գսե փրկություն պիտի հագնին, փրկության ավետարանը պիտի քարոզեն, փրկությունը պիտի ցույց տան, պիտի դրսևորեն, թե իրենք իսկապես փրկված են, այդպես պիտի ըլլա Տիրոջ ներկայության մեջ, այդտեղի սուրբերը, վերստին ծնվածները գսե ուրախությամբ պիտի ծնծան, ինչու կանի որ պիտի զգան, պիտի տեսնեն Սուրբ Հոգի ներկործությունը իրենց կյանքին մեջ, այո պիտի ծնծան ուրախությամբ, այս է, որ ես քեզ գհրավիրեմ սիրելի քույր եղբայր, միապանվիր Տիրոջ ընտանիքին, քանի ես եմ քեզ վերջի վերջո դերը պիտի կա իր ընտանիքը իր հետ տանելու, դերը պիտի կա իրենինները իր հետ տանելու, իր Սիոնը իր հետ տանելու, ուրեմն ապաշխարե Հիսուսի հանձնվիր, կյանքդ նվիր է Հիսուսի, իր խոսքին համաձայն եւ այդ դվյալ փոքր խումբին մեջ հանձնվե, նվիրվիր, ծառայե, քո ավետարանդ մեկ կողմտիր, Քրիստոսի ավետարանով ապրիր, քո սկզբունքներդ մեկ կողմտիր, Քրիստոսի սկզբունքով ապրիր, երկնային թագավորության սկզբունքով, եւ այսպես է որ պիտի տեսնես Սուրբ Հոգին, եւ ուրախությունը, եւ ազատագրությունը, եւ բժշկությունը, եւ փրկությունը պիտի դա քեզ եւ նաեւ քեզ հետ եղողներուն։ Օրտնյալը լամեր դերը իր մեծափառությանը մեջ հայրը որդին եւ Սուրբ Հոգին թող բարավորվի սիրելի քույր եղբայր այս գեղեցիկ զորությամբ թող Սուրբ Հոգին մեզ այս ուղիեթերի ընթացքին առաջնորդե թող Սուրբ Հոգին այս ուղիեթերի ընթացքին մտքերնի սփանա եւ թող Սուրբ Հոգին մեզ հանդիմանե որովհետեւ մենք զղջանք ապաշխարենք դառնանք արդարության ճանապարհին մեջ ավետարանի ճանապարհին մեջ Սուրբ Հոգի Հիսուս Քրիստոսի անունով թող այդ կորձը գադարե մեր ամեն մեկուս մեջ հալելույա այս երկեն հետո գվերակտնենք իրար Հովաննու գլուխ 14 Zora vorek je
Հալելույա, զորավորենք Սուրբ Հոգով, երբ որ հաղթենք Սուրբ Հոգի, երբ որ քայլենք Սուրբ Հոգիով, գտեսնենք իր հաղթությունը մեր ամեն օրվա կյանքի մեջ իրեն լա փառք, աղոթե ավելիով, աղոթե Սուրբ Հոգով, աղոթե ավելի հանցնվիր Հիսուս Քրիստոսի ավելիով, բնդրե Տիրոջ երեսը, փառապանե, երկրբակե, իր խաչի, իր հաղթության, իր հարության, իր ներկործության համար փառք տուր, հավատալով որ Տերը այն ինչ որ սկսած է քո մեջ, եթե դու վերստին ծնված մարդ ես, այն ինչ որ սկսած է քո մեջ, այն պիտի հասնի իր ավարտին, հալելույա, իր մեծափառության համար, իր սրբության համար, իր ճշմարտության համար, իր փառքի համար, որ այսօր դու եւ ես կրնանք մենք տեսնել, մրնանք մենք հասկանալ, կրնանք մենք ճաշակել ամեն օր, եթե դու գետրոնացած ես հոգևոր Հիսուս Քրիստոսի խոսքի վրա։ Եվ որ դու հոգևոր Հիսուս Քրիստոսի Սուրբ Հոգով լեցված Քրիստոսի խոսքի վրա ներշնչվիս կհառաջանաս, այդտեղ Սուրբ Հոգին իր գործը կատարի։ Իսկապես ճշմարիտ է մեր Տերը, որ այս մեծ գործը մեզ ցույց կտա այսօր։ Ամեն, հալելույա։ Ուրեմն սիրելի քույր-եղբայրներ, Հովաննու ավետարան գլուխ 14, գեղեցիկ գլուխներն մեկը, ինչպես արդեն մենք ասինք այս գլուխները, որ 13 գլուխ են մինչև 17-ն Հիսուս պիտի խոսի իր աշակերտներուն հետ։ Շեշտը տրված այդ վերջին գիշերվա վերջին երեկոյի խոսակցություններուն, թե ինչ ըսավ Հիսուս կարևոր բաներ, կարևոր ուղղություններ այս մի քանի գլուխներուն մեջ։ Եվ Հովաննես ավետարանիչը շեշտը տրած է այս 4 գլուխներուն վրա, այս 5 գլուխներուն վրա, որ մյուս ավետարանիչները շատ արագ ձևով գանցնին, բայց Հովաննես ավետարանիչը շեշտը տրած է, քանի որ իսկապես ինչպես մենք տեսանք արդեն մեր նախորդ ուրեմն սերտողություններու մեջ, թե ինչպես Հովաննես ավետարանիչը շեշտը գտնե Հիսուս Քրիստոսի աստվածությանը վրա, եւ ամեն գլխուն մեջ այդտեղ փաստ կա Հիսուսի աստվածությունը։ Ամեն, փառավորվի Տերը եւ գզարմանման վտեր այսքան մարդիկ դեր սիրելի քույր եղբայրներ, այսքան մարդիկ դեր չեն հասկանար կամ չեն ընդունիր կամ չեն ուզեր հասկանալ Հիսուս Քրիստոսի անձը, իր աստվածությունը։ Հալելույա, ամեն։ Նայեցեք առաջին համարը ինչ կսեք 14 գլխում։ Հիսուս կսե սրդերնիդ չխրովի, Աստծո հավատացեք, ինձիալ հավատացեք։ Ինչպես կարելի է Հիսուս ըսե այս խոսքը հրյաներու, մանավանդ որ ինքալ հրյա էր, հրյա Մովսեսի օրենքեն եկած ժողովուրդին, որ այդտեղ գրված է, որ մեկ Աստված կա եւ մեկ Աստծո դու պիտի ճաշտես եւ մեկ Աստծո պիտի հնազանդես։ Ինչպես կրնա Հիսուս ասել Աստծո հավատացեք, ինձիալ հավատացեք։ Այստեղ զարմանալի է, եթե մեկը չանդրադառնա Հիսուսի աստվածությանը։ Եթե Հիսուս իսկապես մարգարե էր, եթե Հիսուս իսկապես Աստծո ուղարկված էր, բայց եթե ինքը մարդ էր եւ Աստված չէր, ինչպես կարելի այս խոսքը ասել։ Ինչպես կարելի է մեկը ասել ինձի հավատա, Աստծո հավատա, ինձիալ հավատա։ Եթե ես ցեզ այս բանը ասեմ, դուք վստահ պիտի քարգոծեք ինձ, քանի որ հայոյություն է։ Երբ որ գսեմ Աստծո հավատա, ինձիալ հավատա, որ ես գտնեմ ինձ Աստծո հավասար տեղը, արդեն այդտեղ իսկապես հայոյանք եւ ադորամարը, որ հրյաները Հիսուսի քանի անգամ ուզեցին քարգոծել։ Հիսուս իր անձը գտնե հորը անձին հետ միապանված։ Չխորովից էր անձերը, ինչու, քանի որ այս մի քանի ժամերեն հետո Հիսուս կսե դուք ցավերը պիտի անցնիք։ Ձեր հույսը պիտի թափի, ինձ պիտի բռնեն, ինձ պիտի ձեձեն, ինձ պիտի խաչանեն, պիտի մերցնեն եւ դուք կարծեք գործված ոչխարներու պես պիտի լա, սրդենից չխրովի։ Հավատացեք Աստծո, ինձիալ հավատացեք, ես այն չեմ, ինչ որ դուք կգարձեք, ես այն չեմ, ինչ որ դուք կգարձեք, որ գլլագամարտիկ կնեն ինձ, ես այն Աստվածն եմ, որ ամեն ինչ կազմակերպած եմ, ամեն ինչ կազմակերպված եկած եմ իմ անձս տալու եւ ձեզ անցնելու այդ նեղությունեն, եթե պետք է, որովհետեւ դուք հասկանաք, որ այդ նեղությունեն հետո գա ազատագրություն։ Նայեցեք համար 2 գսե իմ հորս դունը շատ բնակարաններ կան։ Իմ հորս դունը մեկ դուն, բայց շատ բնակարաններ։ Հոյագաբես, իմ հորս դունը շատ բնակարաններ կան։ Ուրեմն ես կսե, աբաթեվոտ ցեզի գսեի, ես սուտ խոսող չեմ, եթե այդպես բան չգա, ցեզ չէ եսեր։ Հիմա ես պիտի երթամ եւ ցեզի տեղ պիտի պատրաստեմ։ Եվ եթե երթամ ու ցեզի տեղ պատրաստեմ, նորեն պիտի կամ եւ ցեզ քովս առնեմ
որբեսի ուր որ ես եմ դուք ալհոն ըլլակ, ուր որ ես կերտամ գիտեք ու ճամփանալ գիտեք։ Ահավասիկ Հիսուս ժամատրություն գուտա սելով այս խոսքին եւ այս մարգարեության կատարելության 2000 տարի ավելի պիտի անցնի։ Ես կերտամ, դեղ կպատրաստեմ։ Իմ հորս դունը շատ բնակարաններ կան, շատ մասնիկներ կան, շատ դեղեր կան, մեկ դուն շատ դեղեր։ Երբ որ դեղը կպատրաստեմ, պիտի վերադառնամ եւ ցեզի իմ հետս պիտի դանեմ։ Այս է ճշմարիտ քրիստոնյա անձերի հավատացյալներու հույսը, վստահությունը։ Թե Հիսուս պիտի երթա, դեղ պիտի պատրաստե, այս բոլորը ըրավ, ելավ, դեղ պիտի պատրաստե, բայց պիտի կա։ Երբ որ պիտի կա, ամեն մեկուն իր դեղը պիտի դա իր դանը, իր հորը դան մեջ։ Դարբեր բնակարաններ, անշուշտ ամեն մեկուն դարբեր վարձատրություններով մեր աշխարհի մեջ ծառայություններ որ գնենք, այդ ծառայությունները պիտի վարձատրվին եւ հորը դան բնակարաններու մեջ դարբեր դեղեր պիտի տրվի դարբեր անձեր։ Նայեցեք այստեղ այս համարը որ մենք կգարտանք որ գսե ես ուրեմն պիտի կամ եւ ցեզի իմ հետս պիտի դառնեմ։ Հոյակապ խոստում է։ Այս խոստումին վրա մնա սիրելի քույր եղբայր։ Եթե Հիսուս Քրիստոսը ընդուներ ես, եթե դեր Հիսուս Քրիստոս քո դերն է, քո բրգիչն է, եթե դու վստահեր ես եւ գնացանտիս իրեն, այս խոսքի վրա վստահի Հիսուս պիտի կա եւ ինձ ավելի մեծ իր հետ պիտի դանի։ Նայեցեք երբ որ կգարտանք հայտնության գիրքը վերջին գլուխը 21 վերջին գլուխը 1-21 համար 2 եւ 3 ինչ կպատահի այստեղ Սուրբ քաղաքը գսետեսա նոր Երուսաղեմը որ երկինքեն աստուծմեգիչներ իր էրգանը համար զարդարված հարսիմըպես պատրաստված ու երկինքեն ցայմը լսեցի որ գսեր ահա ազո խորանը մարդոց մեջ Անիգա հոն բիդի պնագի եւ անոնք անոր ժողովուրդը բիդի ըլլան եւ Աստված ինք անոնց հետ բիդի ըլլա իբրև անոնց Աստվածը Հալելույա Այս է որ Հիսուս կպատրաստե եւ վերջին օրը այդ բնակարանը ներս պիտնա երկնքի Երուսաղեմ գսվի անշուշտ խորտապատկեր է անշուշտ այստեղ հասկանալի խորհուրդ է երկինքեն բիդի իջնե այդ պատրաստվածը որ աշակերտներուն հավատացյալներուն, վերստին ծնվածներուն, Հիսուս Քրիստոսի հետևորդներուն, ծառայողներուն, սրբակորձվածներուն, անոնք որ անգեղծապար գծարայեն Տիրոջը, այդ մարդկանց դեղ պատրաստված է։ Ուրեմն եթե դու անգեղծ գծարայես Տիրոջը, եթե գծարայես այս խոսքի ավետարանի ճշմարտության, եթե գծարես Քրիստոսի մարմինի քուր եղբայրներուն, եթե ավետարանը հավատարմությամբ կդարածես, դու դեղ ունիս, որ դերը կպատրաստե եւ վերջին օրը պիտի իջնե եւ այդ դեղը դու պիտի տեսնես։ Ուրեմն սիրելի քուր եղբայր, լրջությամբ կդարե քեզ տրված, քո առաջ տրված այդ ծրագիրը, քո գոչումը լրջությամբ կատարե այո Հիսուս պիտի կա սիրտ չխորովի դժվարություններ խնդիրներ բիդելան բայց քեզ համար դեղ կպատրաստե հոր աչքով նստած կփարե խոսե քո դեղը կպատրաստե որովհետեւ երբ Երուսաղեմը իջնի երկնային դու այդտեղ դեղ ունենաս բայց միջև վերջ պիտի համբերես այո անոր միջև վերջ կհամբերե միջև վերջ կհարադեվե միջև վերջ կծարայե միջև վերջ կբայքարի Քրիստոսի համար այդ մարդն է որ պիտի մնա հավիտյան քանի որ եթե դու միջև վերջ չհամբերես ասելով որ քեզ համար այնքանալ կարևոր չէ եթե փոքր բաներն նեղվեցար եւ յետ քայլերիր շատեր այդպես կնեն փոքր բաներ են խնդիրներ են դժվարություններ են ցերկերնին վարգարնեն ծառայությունը կգանքնի եղբայր քույրերու միապանությունը կգանքնի եկեղեցական ներդրումները կգանքնեն ավետարանչությունը կգանքնի քիչ մսուկիր կգարտան քիչ եւ այլն բայց կգանքնի այդ ծառայության այդ բանը որ դերը մեզ դրած է այդ գոչումը որ դերը մեզ դված է եւ այդ մարդիկը պիտի չտեսնեն Տիրոջը գրված է Եբրայեցիս 12-ին մեջ 14 համարը որ երբ որ սրբակորձություն չգա Տիրոջ երեսը տեսնել չգա բայց ան որ դեր Հիսուս Քրիստոսի գվստահի գանցնվի գծարայե գբայքարի Հիսուս Քրիստոսի ավետարանի համար այդ մարդուն համար
դեղ գա, ուրեմն գարժե որ դու ապաշխարես, գարժե որ դու նվիրվես Տեր Հիսուս Քրիստոսի, գարժե որ դու մի քիչ հոգնես Քրիստոսի թակավորությունը առաջ տանելու համար, գարժե որ քո տեղական եկեղեցին մեջ թեկուզ քեզ խնդան, ծիծաղան եւ այլն, դու ծառայես եւ նվիրվես Տիրոջը, այո, գարժե այս բոլոր բաներու համար ցավ կաշել, զոհություն վերցնել, որ հասնել այն ինչ նպատակին համար որ Տերը քեզ դրած է այս աշխարհի մեջ։ Հալելույա։ Թոմաս կսե դեր մենք չենք գիտեր ուր գերտաս եւ ինչպես կրնանք ջամփան գիտնալ։ Մենք գիտենք ուր գերտար Հիսուսը, սա ես հորս կով գերտամ։ Թոմաս հիմա շատ հավատացյալներու մեջ եկեղեցին մեջ քարոզները չեն լսեր ժողովուրդ։ Լրջությամբ չեն հետևիր Տիրոջը խոսքին։ Մեկ բար այստեղին կգաղեն, մեկ բան այդտեղին կգաղեն։ Հիսուսը ասաց էր ես հորս կով գերտամ։ Ժամանակս հասավ ես հորս կով գերտամ։ Ինքը գիտե, գսե Հիսուս, ուր ես կերտամ դու գիտեք, ջամփանալ գիտեք։ Ուրեմն գիտեին աշակերտները ուր գերտար Հիսուս, հորոքով գերտար։ Բայց Թոմաս ինչու չգիտավ։ Քանի որ դերևս քո նման, իմ նման շատ անգամ այսպես խելքը գլուխը չէ։ Երբ որ քարոզ գլսենք, երբ որ սերդողություն գնենք, երբ որ գարտանք, չենք կենտրոնանալ։ Ես կտեսնեմ 30 տարվա փորձառությունով գրնամսել այսօր քարոզենք 30 րոպե 1 ժամ եւ մարդը բոլորովին ուրիշ բան կհասկնա։ Ինչու։ Ոչ թե քանի որ քարոզը դժվար էր, այլ քանի որ ինքը գետրոնացած չէր քարոզին, ինքը իր մտքերին մեջն էր։ Ուշադիր եղեք սիրելիներ, երբ որ Տիրոջ խոսքը մի բան գսեկես գետրոնացիր վրան, ուրիշ բաներով մի սպաղվիր։ Շատեր կան տելեֆոնը ցերկերնին քարոզ կլսեն։ Շատեր կան գողքիներուն հետ խոսելով քարոզ կլսեն։ Է նորմալ է որ չհասկնաս, նորմալ է որ չտեսնես, նորմալ է որ չմփռնես քարոզին միտքը։ Հիսուսը ասավ ես կերտամ օրս կով, Թոմաս կսե չեն գիտեր ուր կերտաս։ Եվ Հիսուսի պատասխանը Հիսուսը ասավ անոր ես եմ ջամփան եւ ճշմարտությունը եւ կյանքը։ Մեկը հորքով չի կար, եթե ոչ ինձ մոտ։ Ես հորքով կերտամ։ Հորքով երթալ ջամփան ես եմ։ Ուրեմն երթալու ճանապարհը ես եմ։ Ուր երթալու։ Հորքով։ Վերջի վերջո բոլորս պիտի երթանք օրը եւ պիտի գանքնենք մեզ ստեղծող Տիրոջ առաջ։ Հիսուսն է ճանապարհը, Հիսուսի միջոցով է որ մենք բրգություն կստանանք։ Հիսուսն է այն ճանապարհը։ Եվ առաջին հավատացյալները, սիրելի քույր եղբայրներ, քրիստոնյա այդպես թեր չէին ասեր, եկեղեցի եւ այլն չէին ասեր։ Գիտեք ինչ կսեին։ Ճանապարհի հետևորդներ։ Ճանապարհի հետևորդներ։ 9-րդ գլխում մեջ գործ առաքելոց կտեսնենք ճանապարհի հետևորդներ։ Ճանապարհ, ճամփա, ճշմարտությունը, կյանքը։ Հիսուս ինքն տվավ կյանք Ղազարին, ինքն է Ղազարոսին, ինքն էր կյանքը։ Ինքն է ճշմարտությունը, քանի որ ինք ուներ հորը բոլոր խոսքերը եւ դիտեսեք իջեդո։ Ինքն է ճանապարհը, քանի որ ինք եկավ մարդկանց փրկության ճանապարհ տալու։ Բայց այս բոլորը հավիտենականության երթալու համար, հորը կով ըլլալու համար, հորը հետ ըլլալու համար։ Հալելույա։ Ուրեմն գիտենք Հիսուս ուր գերտար, հորքով։ Մենք գիտենք ինչպես կերտանք հորքով, Հիսուս Քրիստոսի միջոցով, բայց միակ Հիսուսի միջոցով։ Ես եմ ճշմարտությունը, ես եմ ճանապարհը, ես եմ կյանքը։ Ոչ թե գսե ես եմ կյանքը, ես եմ ճանապարհը, ես եմ ճշմարտությունը, այլ ես եմ ճանապարհը, ես եմ կյանքը։ Հալելույա։ Հիմա որ այսօր Եվրոպայի մեջ կոնե այս խոսքերը գարձեք արդեն շատ սխալ գծնձան մարդկանց սրդերուն մեջ, գտնտան մարդկանց սրդերուն մեջ։ Քանի որ գսեն ամեն մարդ իր ճանապարհը, ամեն մարդ իր ճանապարհով հովիվ, ամեն մարդ իր ուզածին պես։ Եվ այնքան այս խոսքը գխոսվի այսօր, որ ամեն մարդ իր ճանապարհով գուզե իր հավատքը կործածել, իսլամը իր ճանապարհով, բուդդիստը իր ճանապարհով, անհավատը իր ճանապարհով, քրիստոնյան, կաթոլիկը իր ուզածով, ավետարանական իր ուզածով, առաքելական իր ուզածով, մեկը իր ճանապարհը, երբ որ բանը գսե չէ, ես այսպես եմ։ Բայց սիրելի քույր եղբայրներ, մեկ ճանապարհ կա, մեկ ճշմարտություն կա, մեկ կյանք կա։ Եվ գիտեք, այս միտքը այսօր այնքան եկած է նույնիսկ եկեղեցիներու մեջ, հավատացյալներու մեջ, որ երբ որ մեկումը գսես սիրելի քույր եղբայր, այս կորածը չի վայելեր Հիսուս Քրիստոսի խոսքին։ Տիրոջ խոսքը այսպես մեզ չի սորվեցներ։ Եվ հավատացյալ, ճագերտյալ հավատացյալ դիմացին ինչ կսե։ Հա, բայց ես այսպես գիտեմ, ես այսպես վարժված եմ, ես այսպես կորոշեմ։
Սիրելի քույր եղբայրներ, մարդիկներ կան այսօր մորցել են, որ ճանապարհը, ճշմարտությունը Քրիստոսն է եւ իր մենք պետք է ստանանք որն է ճշմարիտը, որն է իրականը, որն է ուղղությունը դվողը։ Ես եմ ճանապարհը, ես եմ ճշմարտությունը, ես եմ կյանքը։ Ոյ մեկ հորոքով չկար, բացի ինձով, իմ ուղղությունով, իմ ճշմարտությունով, իմ խոսքով։ Եվ այսօր գիտեմ շատերդ որ հավատքի մեջ եք, այս կետի վրա խնդիր ունիք։ Մենք շատ լավ գիտենք Աստծո խոսքը, բայց մենք մեր ճանապարհները երբեմն կորոշենք։ Եվ երբեմն մեր ճանապարհները երբ կհագասե Քրիստոսի ճանապարհներուն, կշարունակենք ընտրել մեր ճանապարհը։ Ես այսպես գիտեմ, ես այսպես տեսա, ես այսպես զգացի, ես այսպես որոշեցի։ Մարդիկներ կան գսեն, ես որոշեցի այլևս եկեղեցի չծառայեմ։ Ահա, մարդը որոշեց։ Դու ինչպես կնաս որոշել։ Դու որ ճանապարհն ես ընտրել, որ ճշմարտությունն ես ընտրել, քո ճշմարտությունն է այդ Քրիստոսի ճշմարտությունը չէ։ Ես այլևս եկեղեցի պիտի չգամ, բայց որ ճշմարտությունը քեզ այդ կսե։ Քո ճշմարտությունը եւ ոչ թե դիրոջ։ Ես այս մարդուն չեմ ուզեր ներել, որ ճշմարտությունը քեզ գսե։ Դու գեհդեվիս քո ճշմարտությունը եւ ոչ Քրիստոսի։ Ես ընձա պիտի չդամ եկեղեցին, ես տասանորդ պիտի չդամ եկեղեցին, հա, որ ճշմարտությունը ավետարանի թիկու։ Գասկնակ սիրելի քույր եղբայրներ, այսպես ճշմարտության հետևորդներ կան, բայց իրեն ճշմարտության հետևորդներ։ Ես այս կիրակի պիտի չմասնակցեմ պաշտամունքի, հա, ինչու։ Քանի որ որոշեցի այս կիրակի ուրիշ բան անել։ Դու որոշեցիր, բայց եթե դիրոջ հարցներ դերը ինչ կասեր։ Եթե դիրոջ թարնայիր դերը ինչ կասեր։ Արդյոք դիրոջ հանցնեցիր այդ ժամը, ասելով դեր դու ինչ կսես։ Ով է քո ճշմարտությունը, ով է քո կյանքը, ով է քո ճանապարհը։ Լավ լսե, շատ անգամներ դու ես։ Եկեք անգերձ լանք սիրելի քույր եղբայրներ, շատ անգամներ դու ես քո ճանապարհը։ Եվ այս կսեմ սրդի ցավով հավատացյալներուն այսօր, եկեղեցի կացողներուն, ավետարան գարտացողներուն է խոսքս։ Ուր մնաց այդ մարդիկը որտեր ավետարանեն անչափ դեղյակ չեն։ Երբ որ մենք կգրտնենք եւ կհրճագենք եւ գսենք Հիսուսն է ճանապարհը, պետք է Հիսուսը ջամփած ըլլակու ամեն իրավիճակի մեջ, ամեն վարքյաններու մեջ։ Եթե Հիսուսի գսես ինքն է իրականությունը, ճշմարտությունը, ուրեմն քո ճշմարտությունը ինքը պետք է ըլլա։ Հարց պիտի դաս, պիտի նվիրվիս, պիտի զղջաս, պիտի կաս դիրոջ արծև եւ ասես դեր դու ինչ կսես։ Մեկը հորքով չկար բացի ինձմով։ Հիսուսի հետ լալ ինչ ասել է սիրելիներ։ Այսօր քիչ խորը բաներ գսեմ։ Հիսուսի հետ լալ ասել չէ, Հիսուսի հավատալ միայն, այլ Հիսուսի ցերկը բռնած քայլել մեր ամեն օրվա կյանքը։ Մեր ընդրությունները, մեր որոշումները, նույնիսկ մեր կորձեր, մեր աշխատանքը, մեր տրամ շահիլը եւ մեր տրամ ծախսելը, այդ բոլորը դիրոջ իշխանության տակ պետք է լա։ Մեր ծառայությունները, մեր եկեղեցի երթալ կամ չերթալը, մեր ընտանեկան կյանքը, մեր զավակներուն մեծցնելը, մեր ամուսնության կյանքը, մեր ընդրությունները ամուսնության մեջ, մեր ծնողներին հետ հարաբերությունը, մեր զավակների հետ հարաբերությունը, այս բոլորը պետք է լա Աստծո Քրիստոսի ճշմարտության տակ։ Եթե Հիսուսի հետ ես, այս բոլորը իր իշխանության տակ պետք է լա։ Այսօր համար է որ շատ հավատացյալներ, այսօր շատ մարդիկ հերացած են եկեղեցիներեն։ Քրիստոնյա հավատացյալ եկեղեցիներ են հերացած են, քանի որ այդտեղ գտեսնեն երես։ Մարդը եկեղեցին բան մգսե, իր կյանքին մեջ ուրիշ բան է։ Մարդը եկեղեցին բան մգկարոզ է, իր կյանքի մեջ ուրիշ բան գխոսի։ Հիսուս եթե քո ճանապարհը դե 24 ժամի վրա 7 օր 7 օրի վրա պետք է լա։ Եթե Հիսուս քո ճշմարտությունը դե ամեն վարքյան 7 օր 24 ժամի վրա։ Հիմա կհասկանաք որ շատ անագնգալներ պիտի ըլլան երբ Հիսուս պիտի գա այս եկեղեցիներուն մեջ եւ գսե Թադաստանը պիտի ստսի իմ ժողովուրդես ինչու քանի որ ժողովրդի մեջն է որ շատեր հասկացել են լսել են այս բաները բայց չեն կատարել դուրսի մարդիկ շատերը չեն գիտեր շատերը Հիսուսի մասին դերյակ չեն մենք պետք է երթանք ավետարանը կարոզենք բայց պետք է ներսը հավատացյալ ըսվածները պետք է իսկապես քայլեն այս կյանքով այս խոսքով այս ճշմարտությամբ հա Հիսուսն է ճանապարհը բայց որուն քո իմ որուն ճանապարհը եթե իմ ճանապարհն է ուրեմն ես իմ կյանքս իմ ճանապարհներս իմ ջամփաս իմ ուղիներս իր ցերքի տակ պետք է հանձնեմ հալելույա մեգա հորքով չկար եթե ոչ ինձմով եթե զիս ճանչնայիք իմ հայրս ալ բիդի ճանչնայիք եւ ասկե հետո բիդի ճանչնակ զանիգա ու բիդի տեսնեք զանիգա այո բիդի տեսնենք զանիգա
Հիմա այստեղ Փիլիպոս կսե դեր մեզի հայրը ցույց տուր եւ հերիք է մեզի։ Այստեղ Փիլիպոսի ասածը նույնիսկ մի քիչ բնական բան չէ։ Ով գրնար տեսնել հայրը։ Ոչ մեկը։ Մովսես չգրցավ տեսնել։ Երկինքի հրեշտակները չեն գրնար տեսնել հորը երեսը։ Հիսուս կսե դուք պիտի տեսնեք հայրը։ Գիտեք ինչու։ Նայեցեք Հիսուսի պատասխանը։ Հիսուս ասավ. այսքան ժամանակ ես ցեզի հետ եմ եւ զիս չջանցար Փիլիպոս։ Ան որ զիս տեսավ, հայրը տեսավ, եւ դու ինչպես կսես թե հայրը մեզի ցույց տուր։ Ես հավատար թե ես հորը մեջն եմ եւ հայրը իմ մեջն է։ Դեսեք, հայրը մեկը պիտի չտեսնե, բայց մենք պիտի տեսնենք հայրը Հիսուսը տեսնելով։ Հիսուս եւ հայրը մեջ է մեկ են, նայեցեք այստեղ մեմը եւս Հիսուս իր աստվածությունը կհրճակե։ Ես եւ հայրը մեկ ենք, ան որ ինձ տեսավ, հայրը տեսավ։ Ինչպես դու գսես հայրը մեզի ցույց տուր։ Նախ հայրը չես կրնար տեսնել, բայց ինձ տեսար, ինձ տեսնելով դու հայրը տեսար, դու հայրը հասկացար, հորը սիրտը դու տեսար, հորը էությունը դու հասկացար, հորը ուղղությունը դու հասկացար։ Հորը կովկալու համար ես եմ միակ, ինչ տեսնողը հայրը կտեսնե, ինչ ջանցողը հայրը կջանցնա, ինձ հետևողը հորը կհետևի։ Այս խոսքերը, որ ես ցեզի կխոսիմ, ոչ թե ինքներ մեզ կխոսիմ, հաբա հայրը, որ իմ մեջս բնագած է, անիգա կգործե այս գործերը, հալելույա։ Այսեք նորեն հայրը իմ մեջ, ես հորը մեջ, ինչ որ կխոսիմ, հորը խոսնե, ինչ որ կգործեմ, հորը գործնե։ Միապանություն, Հիսուսը գետրոնը, Հիսուսը նպատակը, նորեն գսեմ սիրել հավատացյալ ժողովուրդ, ոչ թե գիրագի, այլ ամեն վարյան, ամեն կորձի մեջ, ամեն դեղ Հիսուսն է միակ ճամփան ճշմարտությունը կյանքը, քանի որ Հիսուսով մենք հավիտական կյանքի մեջ կապրենք, Հիսուսով մենք կսպասենք երկնային հավիտական կյանքը, Հիսուսն է, որ մեզ կսորվեցնե այն անհասկանալի խոսքերը, որ երկնքի մեջ խոսվեցավ, հորը բերնեն ելավ, բայց Հիսուսի միջոցով հասավ մինչև մեզ։ Հայրը իմ մեջս է։ Աբա թե ոչ կոնե կործերուս համար ինձ հավատացեք։ Ճշմարիտ կսեմ ցեզի, թե ան որ ինձ կհավատա, այն կործերը, որոնք ես կկործեմ, ինքն ալ պիտի կործե եւ անոնցմե ավելի մեծ կործերը պիտի կործե։ Ահա վասիկ Հիսուս գշարունակե իր խոսքը քիչ ավելի խորը դանելով։ Ես եմ ճամփան ճշմարտությունը եւ կյանքը։ Ամոր ինձ գուկա հորը կմոտենա։ Ամոր ինձ կտեսնե, հայրը կտեսնե, ամոր իմ խոսքս կլսե, հորը խոսքը կհասկնա, եւ ամոր ինձ կհավատա, եւ ինձ կհետևի, այն իմ կործերս պիտի կատարի։ Ես եմ ճամփան, իմ կործերս։ Ես եմ ճշմարտությունը, իմ կործերս։ Ես եմ կյանքը, իմ կործերս։ Հիսուսի կործերը ինչ են։ Եթե ոչ հավնական կյանքը քարոզելը։ Հիսուսի կործերը ինչ են, եթե ոչ ճշմարիտ ապրիլը այս աշխարհի մեջ։ Հիսուսի կործերը ինչ են, եթե ոչ հավնական ճանապարհ, սուրբ ճանապարհի մեջ մտնելը։ Սուրբ ճանապարհ, արդար կործեր եւ հավնական կյանքի քարոզչություն։ Այս է որ այսօր աշակերտը Հիսուս Քրիստոսի հետևորդը այս երեք բաներու մեջ պետք է լա։ Երեք բաներու մեջ։ Սրբության ճանապարհ, Սուրբ ոգիով, ամեն օր ավելի սրբանալ։ Երկրորդ, արդարության մեջ ապրիլ, ես եմ ճշմարտություն, ճշմարիտ խոսք, ճշմարիտ կյանք, երեսպաշտություն չկա, երկու երեսանցություն չկա, խաբեություն չկա, ճշմարիտ ապրիլ այս աշխարհի մեջ։ Իսկ երրորդ, կյանքը, հավնական կյանքի մասին ապրիլ, քարոզել եւ փոխանցել։ Այս աշակերտը, քարոզել, ապրիլ, սրբանալ, կամ սրբանալ, ապրիլ եւ քարոզել։ Սրբանալ ամեն օր, ապրիլ արդարությունը, ճշմարտությունը եւ քարոզել հավնական կյանքը։ Ան որ գսե ինձ կհավատա, այս կործերը պիտի դնե։ Եվ ավելի մեծ կործերը պիտի անե։ Ինչպես կլա Հիսուսեն ավելի մեծ կործեր անել, սիրելիներ։ Կարելի է միթե։ Այո։ Գիտեք ինչ առումով։ Հիսուս պատասխանում գուտա։ Քանի որ գսե վասնզի ես հորս կով գերտամ։ Քանի որ ես երգիկ կելեմ, դուք ավելի մեծ կործեր պիտի դնեք։ Եվ հիմա Հիսուս արդեն այս համարներեն հետո գսկսի բացադրել հոգեկալստյան օրը։ Գսկսի բացադրել Սուրբ ոգիով ապրելու
ասենք միջոցը։ Գսկսի բացատրել, որ երբ որ ես ելեմ երկինք, հորսկով երթամ, ցեզ պիտի ուղարկեմ Սուրբ Օքին, մա բիդեսե քիչ հետո, եւ դուք Սուրբ Օքիով ավելի մեծ գործեր բիտնեք։ Այդ առումով որ ես միան Բաղեստինի մեջ ծառայեցի, դուք աշխարհի ծայրերը բիդերթակ։ Դուք աշխարհի ծայրերը բիդերթակ, ոչ թե մեծ գործ, ըսել է մեծ հրաշքներ, այլ մեծ գործ աշխարհահռչակ գործեր, ավելի ծայրամասները պիտի երթակ։ Դուք ծեր ծառայության սահմանները պիտի ընդլայնեք։ Այս միտքը ուներ Հիսուս, երբ կսե ավելի մեծ գործ պիտենեք։ Հալելույա, հալելույա։ Եվ երբ պիտի սկսիկ, երբ որ ես հորսկով երթամ։ Երբ պիտի երթամ հորսկով, մենք գիտենք, պիտի խաչվեր, հարություն պիտի դառներ, 40 օրը պիտի համբարնար եւ հետո Սուրբ Օքին պիտի ուղարկեր։ Կհասկնաք սիրելիներ, այս բոլոր բաները Հիսուս արդեն կպատրաստի այստեղ։ Բասնզի ես հորսկով երթամ։ Եվ երբ որ ես հորսկով երթամ, ինչ կս այստեղ։ Իմ անունովս ինչ որ խնդրեք պիտի կատարեմ ցանիկա, որբեսի հայրս որդիովը փառավորվի։ Դուք կհիշեք Հիսուս ինչ ասավ աշակերտներուն, մենք սերդեցինք Գործ Առաքելոց գիրքը, առաջին գլուխ 4-րդ համար։ Ասավ գացեք Երուսաղեմ, սպասեցեք, որ վերին ուժով, վերին զորությամբ լեցվեք, Սուրբ Օքիով։ Ինչ գաղութեին աշակերտները 10 օր, որ այդ Սուրբ Օքի խոստումը կատարվեր իրենց։ Եվ այս Հիսուս ինչ կսե, երբ ես ելեմ երկինք, իմ անունովս ինչ որ խնդրեք պիտի դրվի։ Ինչ խնդրեցին, Սուրբ Օքին խնդրեցին, եւ դրվեցավ Սուրբ Օքին։ Երբ որ մենք Սուրբ Օքին կխնդրենք, կդրվի Սուրբ Օքին։ Ինչու՞, քանի որ Սուրբ Օքին մեզ անհրաժեշտ է ապրելու համար ճշմարտությունը, կյանքը եւ ճամփան։ Ուղիղ ճանապարհ քայլելու համար, ճշմարիտ ապրելու համար եւ ճշմարիտ եւ արդար ապրելու համար եւ ավետարանչություն ունենալու համար դու պետք ունիս Սուրբ Օքին։ Եվ եթե դու այս խնդրես, անպայման պիտի դրվի։ Շատեր այսօր գաղութեն Սուրբ Օքիով մեզ լեցուր, Սուրբ Օքիի բարգևներ դու, Սուրբ Օքիով հրաշքներ թողլան, մարգարեություններ թողլան, իմ հարցս հետևյալն է. ինչու գաղութես այդպես։ Ինչ է նպատակդ։ Եթե նպատակդ արդար ապրիլ, հավիտենական կյանքը քարոզել եւ սուրբ կյանք ապրիլ, այո, Սուրբ Օքիով գլեցվիս։ Բայց եթե քո նպատակը բարձրապես բարգևներ ցույց տալ մարդկանց, բարձրապես մի քանի բաներ անել, որ մարդիկ տեսնեն, որ դու Սուրբ Օքիով լեցված ես, վստահ եղիր, որ Աստված չդար քեզ Սուրբ Օքին։ Աստված գդա Սուրբ Օքին այդ մարդկանց, որ գխնդրեն նպատակին համար, այդ նպատակին համար, որ Հիսուս ինք եկավ, այդ նպատակին համար, որ Հիսուս ինք Սուրբ Օքին ուղարկեց, եւ հիմա պիտի գարտանք, այդ նպատակին համար, որ Հիսուս ինք մեզ պատրաստեց, որ մենք իր վկաները լանք այս աշխարհի մեջ։ Հալելույա։ Եթե իմ անունով բան խնդրեք, զանիկա պիտի կատարեմ։ Եթե զիս կսիրեք, իմ պատվիրանքներս բահեցեք։ Նայեցեք, սեր եւ բահել պատվիրանքները նույն համարին մեջն են։ Որ պատվիրանքները։ Այդ պատվիրանքը, որ աշակերտը դիրոջ գործերը պիտի կատարի։ Նորեն կգրտնեմ, ինչ էր դիրոջ գործերը, սրբությունը կարոզել, սրբության մեջ ապրիլ, արդարության մեջ ապրիլ, ճշմարտության մեջ ապրիլ եւ կյանքի մեջ ապրիլ եւ կյանքը փոխանցել, հավիտենական կյանքի մեջ ապրիլ եւ հավիտենական կյանքը փոխանցել, ավետարանել։ Այս է դիրոջ գործը։ Ուրեմն հնազանդեցեք, եթե ինձ կսիրեք, սրա մեջ պիտի մնաք։ Եվ այսօր շատ մեծ ցավով սիրելի քույր եղբայրներ գրնամ ասել, որ եկեղեցիներուն մեծամասնությունը, հավատացյալներուն մեծամասնությունը այս խոսքին մեջ չեն։ Այս խոսքին մեջ չեն։ Ես կրնամ ասել 1% տերևս հավատացյալներ կան, որ ճշմարիտ աշակերտներ են մեր ամբողջ հայ ազգին մեջ։ Ամբողջ հայ ազգի վերստին ծնված հավատացյալները, չեմ ասել անունով հավատացյալներ, վերստին ծնված հավատացյալները 1%-ն են միան, որ այս ավետարանչության, սրբակորձության, արդարության ջամփին մեջ կքայլեն, կբայքարին եւ այդ կորձի համար ուրիշ բաներ մեկ կողմ գտնեն այդ կորձը կատարելու համար։ Ասեմ ցեզ դուք ցեզ քննեցեք, արդյոք այդպես եք։ Եվ վստահ եմ, որ այս մեզ հետևորդներու մեջնալ շատեր այդպես չեն։ Քարոզ գլսեն, գսիրեն Հիսուսը, եկեղեցի երթան, ուրախ են, կկարտան սուրբ գիրքը, բայց այս ուղղություն, այդ աշակերտության չանքը, աշակերտ լինելու, աշակերտ անելու, ավետարան բերելու, մարդկանց բրգելու, մարդկանց հետևելու, արդար ապրելու, ճշմարիտ ապրելու չանքի մեջ չեն, ժամանակ չունին
Սպաղեն կորձով, սպաղեն ամուսինով, սպաղեն գինով, սպաղեն զավակներով, ժամանակ չունին, հովիվ գահասկնա, ժամանակ չգա։ Եթե ժամանակ չգա, սերը դու այնքանալ չես սիրել Հիսուսի, քանի որ Հիսուս կսե, եթե ինձ կսիրեք, իմ բադվիրանքներս կբահեք։ Շատ բարձ։ Այս խոսքերը անշուշտ նաև քիչ հետո ալ պիտի գարտանք, միշտ գլուխներուն մեջ տալ նույնն է։ Կհասկնաք Հիսուս ինչպես սիրելի քույր եղբայրներ գփնդրե ճանապարհ, ճշմարիտ, կյանք, հորը կով կացող մարդիկ, որոնք այս ուղղությամբ կքայլեն։ Օրհնյալը լա մեր Տերը, հալելույա։ Համար 16, սիրելի քույր եղբայրներ, ինչ որ գսենք, ինչ որ գսերտենք, նայեցեք կգարտանք բարձաբես, կգարտանք։ Նեվանում կզարմանամ ես այսօր, որ 15 տեսակ միլիոն քարոզներ կան, բայց շատ քիչ քարոզներ, շատ քիչ որ բարձ գընթերցենք Տիրոջ խոսքը, բարձ գընթերցենք ժողովուրդ, բավարար է մեզի Տիրոջ խոսքը ընթերցել եւ ամեն խոսքին վրա գանկնիլ եւ փորձել հասկանալ այդ խոսքի ուղղությունը, այս է մեր ծառայությունը, այս ճշմարտության խոսքի այս ծառայությունը, որ հիմա մենք կնենք։ Որբեսի նաեւ դու սորվիս այսպես կարդալ Տիրոջ խոսքը։ Եթե մենք կսենք Տիրոջ խոսքը մեզ բավարար է, եթե մենք կսենք մենք կհավատանք Աստվածաշնչյան բոլոր խոսքերուն, ուրեմն բոլոր խոսքերը լրջությամբ պիտի նայենք։ Ինչ որ մենք կնենք, արդեն եղավ 2 տարի, որ այս ծառայությունները գնենք կրնակերտալ YouTube-ի մեջ եւ գտեսնենք մեր ամբողջ այս սերդողությունները, նոր գդագարային դարբեր քիրքերը արդեն հրել ենք եւ այսօր Հովաննեսին հասել ենք։ Կացեք, սեդեցեք, նայեցեք, փոխեցեք, փնդրեցեք, սորվեցեք, սերդեցեք, աշակերտ եղեք Տիրոջ խոսքին։ Հալելույա։ Համար 16։ Ես ալգսե հորը պիտի աղաչեմ, որ ուրիշ մխիթարիչ մտա, որբեսի հավիտյան ցեզի հետ բնագի, ճշմարտության հոգին, որ այս աշխարհը չի գրնար ընդունել, վասնզի չի տեսներ զանիգա, ու չի ճանչնար զանիգա, բայց դուք կճանչնաք զանիգա, վասնզի ցերկով կբնագի, ցեր մեջ պիտի ըլլա։ Ավասիկ Հիսուս գսե այստեղ թե ինչ պիտի ըլլա։ Սուրբ ոգին պիտի կա, մխիթարիչ։ Ուրեմն այստեղ պարակլետոս բառն է, պարակլետոս։ Պարակլետոսը այստեղ ոչ թե միայն մխիթարիչ բառն է, այլ նաև պաշտպան, օգնող, մխիթարիչ, օգնող ինչու, որբեսի, լավ լսեցեք։ Հիսուս կներկայացնե Սուրբ ոգին իբր օգնական, որբեսի իրեն հետևորդը կարողանա Սուրբ ոգիի զորությամբ եւ օգնությամբ գադարե իր կորձը։ Զարմանալի է ժողովուրդ։ Հավատացյալները այսօր այդտեղ չեն։ Սուրբ ոգին Հիսուս գղրգե հավատացյալներուն մեջ, որբեսի իրենք իբր օգնական, անունը պարակլետոս բառ արդեն օգնական է։ Եթե ինչ կուզես օգնել եւ գսես Սարգիս եղբայր գամ քեզի օգնելու, իմ առաջին հարցումս պիտի ըլլա, եղբայրս, ինչ բանի համար պիտի օգնես ինձ, ինչու գուզես օգնել, դունը շնելու, մեքենա շնելու, գոշիգս հագցնելու, ինչ ընելու դու կաս ինձ օգնելու։ Գանցկրակի որ մարդիկ կսեն դեր ինձ Սուրբ ոգին դուր, դերը կսե օքեյ դամ, բայց ինչի համար, քանի որ Սուրբ ոգին օգնական է քեզի, ոչ թե որ դու միան Սուրբ կյանք ապրիս, օգնական է քեզի, որ դու արդար կյանք ապրիս մարդկանց հետ, օգնական է քեզի, որ դու ավետարանչություն ունես։ Ուրեմն Սուրբ ոգին մենք չենք կրնար կործարել մեկ բաժինը առնելով, Սուրբ ոգի արի իմ սիրտս մաքրի սրբի լավ մարդը լամ, որբեսի բարգևներով լեզուներ խոսի մարգարեություն ունեմ, հրաշքներ ունեմ։ Սուրբ ոգի միան անոր համար չէ, այդ ալ գա, բայց անոր համար չէ։ Օգնական է, որ դու ճամփա, ճշմարտություն եւ կյանք ապրիս։ Ուրեմն Հիսուս ինքը գսե մխիթարիչ օգնականը պարակլետոսը պիտի ուղարկեմ ցեզի, որ հավիտյան ծեր հետ պիտի բնագի։ Հավիտյան ծեր հետ պիտի բնագի։ Ասեմ ցեզ սիրելիներ, որ նույնիսկ հավիտենականության մեջ մենք Սուրբ ոգիով պիտի մնանք կյանքուն մեր հավիտենական կյանքի մեջ։ Սուրբ ոգին մեր մեջից երբեք պիտի չերթա։ Քանի որ մենք միշտ պետք պիտի ունենանք Սուրբ ոգին հավիտենական բաներ հասկանալու։ Մենք պիտի մնանք միշտ մարդ, հավիտյանս հավիտենից, մարդկային սահմանապակ վիճակով, եւ ինչ որ պիտի հայտնվի մեզի Սուրբ ոգիով պիտի հայտնվի հավիտյանս հավիտենից։ Միշտ ծեր հետ պիտի բնագի, ցեզի հետ պիտի բնագի գսե ճշմարտության հոգին։ Չէ որ Հիսուս ճշմարտություն էր նաեւ, ես եմ կյանքը ճշմարտությունը եւ ճանապարհը ճշմարտության հոգին։
ճշմարտությունը պիտի սորվեցնե քեզ, արդարալալ պիտի սորվեցնե քեզ, քեզի պիտի հանդիմանեցելով այս միտքը քեզանից էր, այս միտքը Աստծուց մեջ է, այս արարքը թուն որոշեցիր, Աստված չորոշեց, այս բանը որ դու հիմա գմդածես, քո մտածածը դե, ես ճշմարտության հոգին եմ գսեդերը, ես ճշմարիտ բաներ պիտի սորվեցնեմ քեզ, եթե գուզես լեցվիլ ինձմով, ուրեմն պետք է ուզենաս ճշմարիտով լեցվիլ եւ պիտի ուզենաս նաեւ հանդիմանություն ստանալ, որբեսի փոխես քո կյանքը, որբեսի զղջաս քո օրացներուդ վրա, Սուրբ Օքին պիտի օգնե քեզ, որ դու ճշմարիտ կյանք ապրես, բայց եթե դու ագան չփագես, եթե դու փապակները շարունակվին եւ չփոխես քո ընթացքը, քիծած եղի որ Սուրբ Գիրքը մեզ գսե դու Սուրբ Օքին գնեղացնես, դու Սուրբ Օքին գդխրեցնես եւ այդեն մեծ խնդիր է այդ եւ մեծ խնդիր է այդ։ Սրա համար ես կսեմ որ անոնք որ իրական վերստին ծնված են միշտ Սուրբ Օքին դեղ գտան, միշտ Սուրբ Օքիով գշտկվեն, միշտ հանդիմանությունը գտնունեն, միշտ կսիրեն արդար ապրիլ, միշտ կսիրեն ավետարանչություն ունել, միշտ կսիրեն Սուրբ ապրիլ, միշտ կսիրեն եկեղեցի մեջ միապանության մեջ ապրիլ, եթե վերստին ծնված են այստեղ են գերևնա, այստեղից գերևնա, հալելույա։ Աշխարհը չճանչնար, նորմալ է որ պիտի ճանչնա աշխարհը։ Ինչու՞, քանի որ միան վերստին ծնվածները Սուրբ Օքին կճանչնան, աշխարհը չճանչնար Սուրբ Օքին։ Ան որ վերստին կծնվի, այդ մարդը կճանչնա Սուրբ Օքին, կհասկնա Սուրբ Օքիի ցայնը, կհասկնա լսել, կհասկնա փոփոխություններ տեսնել։ Եվ դուք պիտի ճանչնաք զանիգա։ Այո, այս շաբթարի հավատքի մեջ ենք եւ ամեն օր ավելին կճանչնանք, ավելին գսորվինք, ավելին որչափ իրեն դեղդաս անչափ քեզ գսորվեցնե ճշմարտությունը, կյանքը, հոգևոր կյանքը, սրբությունը, հարաբերությունները, այս աշխարհի մեջ շիտակ ապրիլը, հավիտենականը պատրաստելը, հոգիներով սպաղվելը, եկեղեցական կյանքը հարաճ տանելը, այսպես պիտի խոսի քեզի, բայց անշուշտ պիտի լսես իր ցայնը։ Հալելույա։ Հալելույա։ Ես ցեզ որբ չեմ թողուր։ Հալելույա, Հիսուս կսե։ Գուկամ ցեզի, քիչ մադենենալ աշխարհը զիս պիտի չտեսնե, բայց դուք պիտի տեսնեք, վասնզի գենտանի եմ եւ դուք գենտանի պիտի ըլլաք։ Այն օր պիտի գիտնաք, որ ես իմ հորս մեջ եմ եւ դուք իմ մեջս, ես ալ ծեր մեջը։ Ուրեմն քիչ մադեն է աշխարհը պիտի տեսներ, քանի որ Հիսուս պիտի մեռներ, հարություն պիտի առներ եւ Հիսուս պիտի հայտնվեր միան աշակերտներուն։ Ուրեմն քիչ մադեն աշակերտները պիտի տեսնեին Հիսուս, ինչպես աշխարհը պիտի տեսներ Հիսուսին։ Բայց հետո աշակերտները պիտի տեսնեն Հիսուս։ Պիտի տեսնեին Հիսուս նախ այդ 40 օրվա մեջ, մինչև իր համբարնալը տեսան, բայց նաև մինչև այսօր վերստին ծնված հավատացյալը կտեսնի Հիսուսը հոգի աչքերով։ Հոգի աչքերով կճանչնա Հիսուսը։ Հոգի անշներով կնվիրվի Հիսուսի, կլսե իր ցայնը, կսիրե Հիսուսը, կհանձնվի Հիսուսի, այո, կճանչնա եւ կտեսնի Հիսուսը հոգի աչքերով։ Մինչև այն օրը, այստեղ գրված է, մինչև այն օրը, որ դուք գիտնաք, որ ես հորը մեջ եմ եւ հայրը իմ մեջս։ Պիտի տեսնենք վերջին օրը այդ միապանությունը հորը եւ որդուն։ Հիմա չենք կրնար Երևակայել, բայց վերջին օրը պիտի Երևակայել, պիտի տեսնենք ներողություն եւ պիտի հասկանանք, ինչ գեղեցիկ խոսք է։ Ես կենտանի եմ, դու գալ կենտանի պիտի ըլլաք։ Օ, հալելույա։ Ինչսին քիչ առաջ Հիսուս կյանք, չէ՞։ Ես եմ կյանքը, ճշմարտությունը, եւ ճանապարհը, կյանք։ Դայցեք այստեղ կյանքի մասին հիմա գխոսի։ Կյանք, ալավելի կյանք, հոգևոր կյանք, հավնական կյանք, Սուրբ Օքիի կյանք, երտնյային կյանք, ես կենտանի եմ, դու գալ պիտի ըլլաք, ինչպես որ ես եմ հորը աչ կողմը, դու գալ այդպես պիտի ապրիք այստեղ, երկնային ճշմարիտ կյանքով։ Տեսնեք սիրելիներ, Հիսուս ինչեր գսե եւ մենք ուր գաբրինք։ Եվ մենք ինչ երեխայական բաներով կսպառվենք։ Եվ մենք ինչ դգար բաներով կսպառվենք։ Եվ նույնիսկ չենք հավատար, որ այս խոսքերը մեր համար են։ Չենք տեսներ այս խոսքը, չենք ըմբռներ այս խոսքի զորությունը։ Թե մենք ինչ իսկապես, եթե Հիսուս Քրիստոսի հետ ենք, մենք ինչ փախտավորներ ենք։ Հալելույա, հալելույա, հալելույա։ Դու իմ մեջս, ես ալ ծեր մեջը։ Դու իմ մեջս, ես ալ ծեր մեջը։ Այս բոլորը պիտի լար, երբ Պենտեկոստեի օրը, երբ Սուրբ Օքին պիտի գար։ Ուրեմն Հիսուս այստեղ Սուրբ Օքի կալստեն վերջ կխոսի թե ինչ էր Սուրբ Օքի նպատակը, ինչպես ասի իբր օգնականներ, Սուրբ Օքին միացնող է մեզ Հիսուսի հետ, Հիսուս ինք միացած է հորը հետ, մենք ալ կմիանանք Հիսուսի հետ։ Կհասկանաք սիրելի քույր եղբայրներ, ինչ հոյակապ բաներ կբադահի, երբ Սուրբ Օքին կգա մի անձնավորության մեջ։
Համար 21 Անոր իմ բադվիրանքներս կփռնե ու կբահե անիգա է զիս սիրողը եւ անոր զիս կսիրե իմ հորմես պիտի սիրվի ու ես զանիգա պիտի սիրեմ եւ ինքզինքս անոր պիտի հայտնեմ Ահավասիկ ինչ կբադայի երբ որ մեկը բադվիրանքը կփռնե Հիսուսը կսիրե Հիսուս հորը հետ միասին Սուրբ Օգիով գուկան մեր մեջ եւ դերը կսկսի հայտնել մեզ այս է հոգեվոր սրբակորձությունը հայտնել կյանքը հայտնել ճշմարիտը հայտնել ուղին ուղությունը հայտնել արդարությունը սրբությունը ամեն օր ավելի հայտնություն դիրոջ մե բայց ինչ պիտի հայտնե շատեր գսեն թող դեր մեզ հայտնություն դա ինչ հայտնություն այստեղ գսե ինքզինքս պիտի հայտնի Սիրելի քուրիախպաներ չեմ գիտեր ինչ քարոզներ գլսեք ինչ տեսակի քարոզիչներ գհետևիկ բայց կրնամսել մեծամասնությունը այսօր մեզ խոստանան քարոզներու մեջ հոգևոր այսպես հայտնություններ հոգևոր խորություններ հոգևոր զգացումներ հրաշքներ մարգարեություններ Սիրելի քուրիախպաներ մենք ոչ մեկ բանի պետք չունենք մեկ բանի պետք ունենք Հիսուսը ճանչնալ ամեն օր ավելին Եթե գլսես քարոզ որ քեզ գսե Հիսուսը ճանչնանք հետևեցեք Հիսուսը ճանչնալն է նպատակը եւ ոչ միջոցները հրաշքները միջոցներ են հայտնությունները միջոցներ են մարգարեությունները միջոցներ են նպատակ չեն բայց Հիսուսը ճանչնալը մեր նպատակն է Եվ Սուրբ Օգին օգնական է մեզի, որովհետեւ մենք այդ օգնությունը առնենք Սուրբ Օգիով, ճանչնալու դեր Հիսուս Քրիստոսը, ինքզինք պիտի հայտնե մեզ։ Մենք ընելիք բան չունենք, բացի սիրելու Հիսուսը եւ հնազանդելու, եւ իր կորձերը կատարելու ճշմարտություն, ճանապարհ եւ կյանք։ Հալելույա։ Ինչ որ գսեի քիչ առաջ։ Եվ Հութա ոչ Իսկարիոտացի ըսավ. դեր Ինչպես կլա որ դու ինքզինքդ մեզի պիտի հայտնես եւ ոչ թե աշխարհիս։ Նույն հարցումը։ Հիսուս պատասխան տվավ. Եթե մեկը զիս սիրե, իմ խոսքս պիտի բահե, ու իմ հայրս զանիգա պիտի սիրե եւ անոր պիտի կանք եւ անոր կողմ օտևան պիտի ունենք։ Ահա։ Ինչպես պիտի հայտնես դու քեզ մեզ։ Շատ բարձ։ Սիրե իմ խոսքս, հնազանդիր իմ խոսքիս եւ թույլ մնացածը մենք կնենք։ Մենք կուքանք Եվ մենք քեզ կհայտնենք ինչ որ պետք է։ Դու գլուխդ մի օգնեցներ։ Դու միայն իմ խոսքս հնազանդի, սիրե ինձ, հայտնվիր ինձ, հանձնվիր ինձ, մնացածը իմ կորձն է։ Ինչու՞ է շատ հավատացյալներ այդ բանը չեն տեսներ, դիրոջ զորությունը չեն տեսներ, դիրոջ օրտությունը չեն տեսներ, քանի որ ոչ կսիրեն Հիսուսին, ոչ ալ կհնազանդին իր խոսքին։ Ինչպես քիչ առաջ ասի, ինքը իր ճշմարտությունով գքայլե, ինքը իր ծրագիրներով գքայլե մարդը, իր ուզածները գնե, եւ հետո կուզե որ դերը իրեն հայտնե իր անձը։ Չի կրնարնալ։ Ես քեզ գարաչարգեմ որ լսես Գիրագի օրվա իմ քարոզը որ դրել եմ YouTube-ի վրա։ Քարոզ մնե որ բիդի խանգարե։ Մանավանդ եկեղեցի կացող մարդկանց։ Մանավանդ հավատացյալ ըսած մարդկանց։ Խանգարիչ քարոզ է։ Մինչև այնադեն որ մենք դեր Հիսուսը մեր առաջին դեղը չտնենք, մեր օրվա ընթացքին մեջ, եկեղեցական կյանքի մեջ, միապանության ուղղությունների մեջ, եթե Քրիստոսի խոսքը, եկեղեցին, ծառայությունը Քրիստոսի առաջ չտնենք, մենք Քրիստոսեն ոչ մեկ հայտնություն չենք ստանալ։ Բացահայտ կսեմ քեզ, չեմ ուզեր խապել քեզ։ Չեմ ուզեր խապել, չեմ ուզեր ասել որ դու հետևիս ինձ կամ իմ ըսածներուս։ Գարտա եւ դես։ Գուզեք որ գսայստե, գուզեք հայտնվիմ ես ցեզ։ Մեկադալ գարտամ։ Մեկը զիս կսիրե, իմ խոսքս պիտի բահե։ Եթե իմ խոսքս պիտի բահե, ինչ պիտի լա։ Հայրը պիտի սիրե զանիգա, եւ մենք պիտի կանգ իր մեջ օթևան պիտի դնենք։ Նույն բանը ասավ քիչ հետո։ Ան որ իմ բադվիրանքներս կփռնե եւ կբահե զանոնք, անիգա է զիս սիրողը եւ ան որ զիս կսիրե հորմեն պիտի սիրվի։ Եվ զանիգա ես պիտի սիրեմ եւ ինքս պիտի հայտնեմ։ Անշուշտ Սուրբ Օգիով։ Երկու համար յետևի քրեթե նույն բանը գսե։ Գուզեք որ հայտնվիմ ես ցեզ։ Գուզեք իմ կորձերս կատարել։ Գուզեք որ ես դառնամ ձեր առաջինը։ Ուրեմն դուք իմ ճանապարհից մեջ, իմ սրբության մեջ, իմ կյանքին մեջ պիտի լեցվիք, պիտի նվիրվիք եւ պիտի սիրեք իմ խոսքս ամեն բանի ավելի եւ մենք պիտի կանք եւ մենք օթևան պիտի անենք եւ այնանին պիտի հայտնեմ ես ինձ քեզ։ Ան որ զիս չի սիրեր իմ խոսքերս չի բահեր
այն խոսքը որ գլսեք իմս չէ, հաբա հորս որ զիս խրգեց։ Այս բաները ցեզի խորիցա, քանի որ ցեր կովնեմ։ Բայց մխիտարիչը Սուրբ Հոգին, որ հայրս իմ անունովս պիտի խրգեզանի գա, պիտի կա ցեզի բոլորը պիտի սորվեցնե ինչ որ ցեզի ըսի ես մտքերնիդ պիտի բերե։ Հիսուս հորը խոսքը խոսեցավ մեզի, ինչ որ հայրը գսե, ինչ որ հայրը ըսավ, ինչ որ հայրը հայտնեց, այդ բանը կփոխանցե Հիսուս մարդկանց։ Իսկ Սուրբ Հոգին պիտի փոխանցե ինձ, ինչ որ Հիսուս ինձ ասեց։ Ուրեմն Սուրբ Հոգին մեզ պիտի սորվեցնե Հիսուսի խոսքերը։ Այս բաները գսեմ ցեզ, գսեք որ Սուրբ Հոգին պիտի կա։ Եվ ինձ իմ անունովս պիտի կա եւ պիտի սորվեցնե ցեզի։ Ուրեմն Սուրբ Հոգին ոչ թե միայն օգնական է, այլ սորվեցնող է։ Պիտի օգնե մեզի որ սորվինք, պիտի օգնե մեզի որ Քրիստոսի կորձերը գադարենք, պիտի օգնե մեզի որ Քրիստոսի մտքերը մշակենք, պիտի օգնե մեզի որ արդարությամբ ապրենք, ճշմարտությամբ ապրենք այս աշխարհին մեջ, մարդկանց հետ, եկեղեցին մեջ, պիտի օգնե մեզի որպես մենք սորվինք սուրբ կյանք ապրենք, պիտի օգնե մեզի որպեսզի մենք սորվինք ավետարանչություն ունել, կյանքը փոխանցել, հավիտենական կյանքի մասին խոսիլ եւ հավիտենական կյանքը փոխանցել։ Այս Սուրբ Հոգին պիտի անե մեզի։ Հալելույա։ Եվ Հիսուսի հաջորդ խոսքը նայեցեք։ Խաղաղություն կուտամ ցեզի, իմ խաղաղությունս կուտամ, ոչ թե ինչպես աշխարհս կուտա, ես ցեզի կուտամ, սրտերից չխռովի եւ չվախնակ։ Գիտեք ինչու։ Քանի որ մի քանի ժամ հետո պիտի դարաբին աշակերտները, պիտի խանգարվին, պիտի խռովին, պիտի վախնան։ Հիսուս կսե խաղաղություն։ Պիտի անցնին այդ օրերը։ Առաջին հավատացյալները շատ ունեցան հալածանքներ, ցավեր։ Այսօր դարբեր քաղաքների մեջ, երկրների մեջ ինչ հալածանքներ կան ճշմարիտ քրիստոնյաներուն։ Եվ Պողոս ուրիշ բան գսե Տիմոթեոսին, գսե ան որ գուզե արդարությամբ ապրիլ, թող պատրաստ լա հալածանքի եւ ցավի։ Եթե մենք ուզենք իրական ճշմարիտ Քրիստոսագետրոն ապրիլ, մենք իրական նեղություններ պիտի ունենանք մեր ընտանիքներեն սկսյալ, մեր ընկերներեն սկսյալ, մեր գործերեն սկսյալ, քանի անգամ պիտի լրացնեն մեզ, քանի անգամ պիտի ձաղրեն մեզ, պիտի հալածեն մեզ, պիտի սկսի դժվարությունները, բայց սիրտը թող չի խռովի, խաղաղություն կդամ քեզ։ Եթե Հիսուսի գործերը գուզես անել, դու հանգիստ պիտի չլաս։ Քո խաղաղությունը դիրոճմե պիտի կա եւ ոչ մարդոցմե։ Անոր համար է սիրելի քույր եղբայրներ, շատ հավատացյալներ այսօր չագերդյալ, ոչ մեկեն չեն ուզեր նեղանալ, ամուսինը չնեղացնե իրեն, զավակները չնեղացնե իրեն, կորձի դեղը չնեղացնե իրեն, ուզեն կոմֆորտ, հանգիստ քրիստոնեական կյանք վարել, չի ստացվելու, այդպես չէ, կոմֆորտ, հանգիստ քրիստոնեական կյանք չգա, դու կգարձես որ քրիստոնյա ես, նույնիսկ մգրդված ես, եկեղեցի գերդած դու կգարձես որ հավատացյալ ես, բայց կոմֆորտ, հանգիստ քրիստոնեական կյանք չգա, ան որ գուզե արդարությամբ ապրիլ, Հիսուս Քրիստոսի հայտնության յետևեն գվազե, այն մարդը նեղություն պիտունա, սիրտը տղճի խռովի, ըսավ Հիսուս առաջին համարը, հիմա նաև գսե 27-րդ համարը, Հիսուսի հետևորդը ցավ եւ դարաբանք պիտունա, բայց մի խռովիր, Հիսուս դեղ կպատրաստե մեզ համար, հարադեվե, շարունակե, խաղաղություն քեզի, Հիսուս կորձերը գադարե, մի կանգնանես, դու մեծ կորձեր պիտենես, դու ավետարանը պիտի քարոզես, դու սուրբ կյանք պիտի ապրես, դու ճշմարիտ պիտի լաս մարդկանց հետ, դու մաքուր հարաբերություն պիտի ունենաս մարդկանց հետ, շարունակե, հարադեվե, այս է Տիրոջ խոսքը, որ Տերը մեզ կսորվեցնե, հալելույա։ Լսեցիք, որ ես ցեզի գերտամ եւ ցեզի գուքամ, եթե ցի սիրեիք, պիտի ուրախանայիք, որ ես հորը քով գերտամ, վասնզի իմ հայրս ինձ մեծ է։ Եվ հիմա դեռ չեղած սիցեզի որբեսի երբ ըլա հավատակ, ալցեզի հետ շատ բաներ չունիմ խոսելիք, վասնզի այս աշխարհիս իշխանը գուկա եւ իմ վրաս բամը չունի։ Միայն թե աշխարհը գիտնա, որ ես հայրը գսիրեմ ու ինչպես հայրը ինձի պատվիրեց, այնպես կնեմ։ Երեք այստեղեն երթանք։ Հալելույա։ Գետեզիս կսիրեիք, պիտի ուրախանայիք, որ ես հորը քով գերտամ։ Գիտեք ինչու այդ բանը ասավ, քանի որ Հիսուս քիչ առաջ ասավ. Ես հորը քով գերտամ եւ ցեզի մխիթարիչը կուղարկեմ, որ դուք մեծ կորձեր կատարեք իմ համար։ Հիմա եթե դուք կուզեք մեծ կորձեր կատարեք, դուք օգնականի պետք ունեք,
ես ձեր հետ պիտի չլամ։ Ուրեմն պիտի ուրախանաք, որ ես երթամ եւ շուտ ղրգեմ ձեզի օգնականը, քանի որ դուք շուտ կուզեք իմ կորձս կատարել։ Հասկացաք ինչպես է։ Եթե դու կուզես Քրիստոսի կորձերը կատարել, դու Սուրբ Օգին պետք ունես։ Հիսուս այստեղ եթե ըլլար մարմնավոր, մենք մեծ կորձեր պիտի չկարողանանք կատարել, քանի որ մեզ հետ պիտի չլար միշտ եւ մենք իր հետ պիտի չլայինք միշտ։ Բայց ինք ելավ երկինք, որբեսի Սուրբ Օգին ուղարկե, որբեսի մենք կատարենք իր կորձերը, մեզ օգնե Սուրբ Օգին, որբեսի մենք իր կորձերը կատարենք։ Սիդը չխրովի, դեղ կպատրաստե մեզ, բնակարաններ ունենք, դեղ կպատրաստվի, միջ այդ կորձ ունի սնելիք, ավետարանը քարոզելու, ճշմարիտ կյանք ապրելու, Սուրբ Օգիով լեցված սուրբ կյանք ապրելու, Սուրբ Օգին եկավ քեզ մխիթարելու, քեզ օգնելու, քեզ զորացնելու, որբեսի դու սիրտդ բաց ավելի նվիրվես Հիսուս Քրիստոսի, սիրելով հնազանդելով, որ ինք ամեն օր ավելի հայտնե իր անձը քեզ եւ այդպես հաղթուտենե հաղթություն, փառքե փառք քայլես, միջև այն օրը, որ դեստես դեր Հիսուս Քրիստոսի երեսը իր հետ լաս հավիդյան, միջ այդ ինք գաբրի, թունալ գաբրիս, ինք կյանքով, հոգևոր կյանքով, դույալ հոգևոր կյանքով, միջև այդ որ դեստես Տիրոջ եւ իր հետ լաս։ Օրտնյա է այս խոսքը, որ դերը գտա քեզ, ուր որ ես Փառքը դուր Տիրոջը, մեր մնալ գարտա այս, երբ որ կվերջացնենք այս ուղիետերը, մեր մնալ գարտա, մեր մնալ սերդե, մեր մնալ հասկացիր, փառք դուր Տիրոջը, քծե, սորվիր եւ որբեսի Սուրբ Օգին քեզ սորվեցնե, քրեց, Սուրբ Օգին պիտի սորվեցնե քեզ, թույլ դուր որ սորվիս, աշակերտը լաս իր փառքին համար, մի քոհանար գիրագի օրվա հավատացյալ ըլլալով, մի քոհանար դու քեզ հավատացյալ ըսելով, այլ ավելիով Սուրբ Օգիով լեցված գադարե իր կորձը, կնա ավետարան քարոզե, կնա մարդ բրգե, կնա Սուրբ Օգիով սուրբ կյանք ապրիր, կնա արդար եղիր քո մարդկանց հետ, կնա քո եկեղեցին մեջ նվիրվիր դեր Հիսուս Քրիստոսի, թող Քրիստոսի տակավորությունը հարաճ երթա, թող հայտնվի Սուրբ Օգին քո միջոցով, քո եղբայր քույրերուն, իրեն լա փառքը հիմա եւ միշտ եւ հավիդյանս հավիդենից հալելույա, ամեն, ամեն եւ ամեն։ Լսենք այս խոսքը, այս երգը ներողություն եւ գվերակտնենք իրար։ Since te ver, i marche batut.
Հալելույա, այո, մեր ցերկերեն բռնած, գդանի հարաճ եւ միշտ հարաճ իր парքին համար։ Գործնենք եւ կպատվենք քեզ, ամենագալ Աստված մեր, երկնքի եւ երկրի։ Շնորհակալ ենք այս խոսքերի համար, որ մեզ դվիր։ Շնորհակալ ենք, որ դու ես ճամփան ճշմարտություն եւ կյանքը եւ գուզես որ մենք քո կորձերը կատարենք ճամփան ճշմարտությունը եւ կյանքը ապրելով այս աշխարհի մեջ։ Օրհն է այդ բոլոր քույր եղբայրները, որոնց Սուրբ Հոգիով ով դեր հայտնե դու քեզ։ Փածրդերը, որովհետեւ նվիրվեն ավելիով, հանձնվեն քեզ քո ժողովրդին, Սիոնի ժողովրդին, ցերկդ երկնցուր եւ հրաշքներ կատարեդեր, որովհետեւ մարդիկ հասկանան քեզ, տեսնեն քեզ եւ հայտնեն քո անձը Տեր Հիսուս։ Ամենամեծ հրաշքը է, որ մարդը իսկապես զղջա եւ նվիրվի ավելի քեզ եւ փառավորվի հայրը քեզմով Տեր Հիսուս։ Հիվանդները քեզ կբերենք, ինգածները, դգարները, մենակները, որբեսի այդ վիճակի մեջ տեսնեն նաև քո հրաշքը որ կկատարես, որբեսի քաշես դեպի քեզ դու, որ ամենագարողն ես, օրհնյալ քո սուրբ անունը Տեր։ Ինչ որ խոյեցանք թող փորակրվի մեր մեջ, թող դեղ առնե մեր մեջ եւ մենք տեսնենք քեզ ով դեր ավելիով, ծառայենք քեզ, նվիրվենք քեզ, քեզ լա միշտ փառքը եւ հավիտյանս հավիտենից։ Այո, միշտ եւ միշտ օրհնյալ ես հիմա եւ հավիտյան։ Ամեն, ամեն եւ ամեն։ Դերը ցեզ արադաբես օրհնե սիրելի քույր եղբայրներ, իսկապես ուրախ ենք, որ այս ժամերը հետ կանցնենք։ Տարածեցեք այս հաղորդումները, այս ուղիեթերները, այս ծերդողությունը քիչ հետո YouTube-ի վրա գտրվի, Facebook-ի վրա գտրվի, տարածեցեք, որպեսզի շատեր սերդեն, հասկանան, տեսնեն այս խոսքի հարստությունը, սիրեն խոսքը գարտալ, սիրեն խոսքը սերդել։ Եվ այդպես խոսքը սերդելով, ինչպես Հիսուս կսե, իմ խոսքերս հնազանդելով դուք թուր կփանաք, որ ես եւ հայրը ներս մտնենք եւ ինձ ինքս հայտնեմ քեզ։ Ամեն, օրհնյալ է մեր Տերը, հիմա եւ հավիտյան։ Ձեր ժամարտուն գուտան կալ չորեք շաբթի նույն ժամուն, եթե դերը գամի նույն ալիքի վրա դերը օրտեցես ցտեսություն։